Գագիկ Ծառուկյանի անվան գավաթի հերթական 4-րդ խաղարկությանը մասնակցում էին 40 մարզիկներ, որոնցից 12-ը ժամանել էին արտերկրից։ Այստեղ հաշվի էր առնվում մարզիկի մարմնի վահանաձևությունը, համաչափությունը, ռելիեֆը, մկանային որակն ու մեծությունը։ Լավագույններին որոշելուց հետո ժյուրին պետք է ընտրեր նաև բացարձակ չեմպիոնին։ Ընտրությունն անկասկած դժվար էր, բոլոր 5 մարզիկներն էլ արժան էին հաղթանակի։ Ժյուրին մտածելու մի քանի րոպե ուներ, իսկ մարզասերներն այդ ընթացքում չձանձրացան։ Գրանցվեց հայկական դյուցազնագրքի հերթական ռեկորդը։ Իր գերբնական ուժը ներկաներին ցուցադրեց Դավիթ Բադինյանը։ Նա նախ պոկեց թիկունքին փաթաթված չղթան, ապա 1 րոպեում պատրեց թղթախաղի 10 կապ։ Ամենաանհավանականը թերևս վերջինն էր։ 3 րոպե 37 վայրկյանում Դավիթը փչելով պատրեց 4 ջերմակ կամ նույն ինքը գրելկա։ Ռեկորդը զարմացրեց բոլորին, իսկ Գագիկ Ծառուկյանի որոշումը անձամբ ռեկորդակրին։ Հենց դահլիճում նա ՀԱՕԿ նախագահի կողմից պարգևատրվեց 400,000 դրամով։ Ուժի եւ գեղեցկության մրցաշարը կրկին շարունակվեց։ Մինչև 70 կիլոգրամ քաշային կարգում լավագույնը Չեխիան ներկայացնող Արսեն Կիզողյանն էր։ Մինչև 80 եւ 90 կիլոգրամ քաշայինների պայքարում հաղթող դարձան Արմավիրի ներկայացուցիչներ Ռոման Մանուկյանը եւ Կարեն Քերոփյանը։ Երևանցի Գագիկ Տոնոյանը, ով անցած մրցաշարի բացարձակ հաղթողն էր, այս անգամ նույնպես լավագույն էր 100 կիլոգրամ քաշայինների պայքարում, իսկ Լոս Անջելեսը ներկայացնող Սեթրակ Տոնիկյանը հաղթող դարձավ գերծանր քաշային կարգի մարզիկների մրցավեճում։ Մրցանակակիր դարձած մարզիկները Գագիկ Ծառուկյանի կողմից պարգևատրվեցին համապատասխանաբար 5,000, 3,000 եւ 2,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով, իսկ 2012 թվականի բացարձակ չեմպիոնի կոչմանն արժանացավ մինչև 80 կիլոգրամ քաշային արմավիրցի Ռոման Մանուկյանը։ ՀԱՕԿ նախագահի կողմից հաղթողը ստացավ 10,000 ԱՄՆ դոլարին համարժեք պարգևավճար։ Վարդան Թադևոսյան, Աշոտ Համբարձումյան, Մհեր Կիրակոսյան, Էպիկենտրոն։